Բոլորին բարի օր, մի անգամ եւս։ Նկատի ունեմ Facebook-յան իմ ընկերներին կամ ոչ ընկերներին, ընդհանրապես հային։ Ես որպես շարքային հայ։ Ուզում եմ ցույց տամ, որտեղ եմ գտնվում։ Որ չասեն, խափում ես, լկտի սուտա, էսա, էնա։ Ես սպայդրությամբ գտնվում եմ, տեսեք մարդ չկա կողերը, սա դատարկ սենյակ, տեսեք։ Ես սպայդրությամբ գտնվում եմ Մոսկվա քաղաքի մեր հայկական նորակառույց եկեղեցու հյուրերի հիմար նախատեսված հյուրասրահում, կոնֆերանս զալում, որտեղ ընդունում են հյուրեր, լինում են, չգիտեմ, սս կամերան ֆրցնեմ, տեսեք, էլի, լինում են ինչ-որ խորհրդակցություններ, հա, դուք ստեղի կոկիկությունն ու մաքրությունը նայեք, ցանկացած հայ պետք է սա նկատի։ Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում չեմ ուզում երկար խոսամ այս սենյակի մեջ, Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք վարչախումբ, որպես հայ եմ ասում, ովքեր ասում են Արարատը մերը չի, Արարատը գտնվում է Թուրքիայի կազմում։ Լավ, բա ի՞նչն է մերը։ Իմ գտնվող սենյակում գտնվում է Արարատի նկարը։ Խնդրեմ։ Հերվիս նկարն, որ ամբողջությամբ երևա։ Սա գտնվում է կոնֆերանս զալում, Մոսկվայի եկեղեցու տարածքում, առաջնորդարանում։ Ուզում եմ հասկանամ, հեսա էլի բաներ ցույց կտամ։ Թույլտվություն եմ խնդրել, որ նկարեմ։ Ուզում եմ հասկանամ, եւս մեկ նկար Արարատի, խնդրեմ։ Եթե մենք, որպես ազգ, օտարի հողի վրա, այդ դա չեմ հասկանում ես, օտարի հողի վրա կարողանում ենք մեր ինքնությունը պահենք։ Հարց ցանկացած հայի, օտար հողի վրա մեր ինքնությունը պահելով հանդերձ, ո՞նց ալնում, որ ունենք վարչախումբ, որ ասում է Արարատը մերը չի։ Հիմա գտնվում եմ նույն առաջնորդարանում Մոսկվայի եկեղեցու։ Ուզում եմ ցույց տամ գեղեցկությունն ու մաքրությունը, որը հատուկ է միայն մեր հայ առաքելական եկեղեցուն։ Մյուս եկեղեցիներին ես անուն չեմ դնում։ Հիմա կամերան, այս հեռախոսի պտտեմ, դուք տեսեք նկարներին, ծանոթացնեմ, որտեղ ոչ բոլորն են կարողանում գան Մոսկվա ու տեսնեն այդ ամեն ինչը։ Խնդրեմ։ Արարատ լեռ, հա, երևի Նոյի նկարն է, որ իջնում է Նոյան տապանից։ Գեղեցկությունը նայեք, մեր հայ թագավորները, մեր սրբերը, տեսեք։ Նայեք հայեր, տեսեք, ու նման պատմամշակութային ժառանգություն ունեցող ազգին, հա, այսինքն մեզ, ձեզ, փորձում են բացատրեն, որ փորձում են համոզել, որ մենք չունենք պատմամշակութային ժառանգություն, փորձում են համոզել, որ իրանք ուզում են բարեփոխել եկեղեցին, աջ կողմը ցույց տամ, դուք մաքրությունը նայեք, տեսեք, որ մարդ ես մտնեի ուղիղ եթեր պատմեի, ոչ մեկ չէր հավատա, խնդրեմ, ես թույլտվություն եմ խնդրել, որ նկարը աջ կողմը, աստիճանները, որ բարձանում եք, կապ ամեն ձև փորձում են անջատել, բայց ես ֆոնստերը ցույց կտամ, աստիճանները բարձանում եք առաջնորդարանով, պատկերված է նկար, որը խորհրդանշում է ինչ, հայ եւ ռուս եկեղեցիների միասնականությունն ու եղբայրությունը, տեսեք, ինձնից աջ գտնվում է ռուսական եկեղեցին, ինձնից ձախ հայկական եկեղեցին, տեսեք, սա գտնվում է նույն առաջնորդարանում, տեսակ, հիմա ես ուզում եմ հասկանալ, որպես հայ, լավ, այսքան սենց պատմամշակութային ժառանգություն, օտարի հողի վրա, ռուսական հողը իմ համար օտար հող է, ես որպես հայի ներկայացուցիչ, եթե ես կարողանում եմ պահել, պահպանել, կռիվ տալ այս ամեն ինչի համար, հայաստանյան իշխանությունները ինչ եք ուզում դուք մեր եկեղեցուց, տեսեք, նույն Արարատի նկարը,
Էլի առաջնորդանի պատին, խնդրեմ։ Ու այսքանով հանդերձ իմ մոտ առաջանում ընդամենը մեկ հարց, միգուցե մի քիչ ավելի ուշ եւս ինչ-որ բաներ ցույց կտամ, եթե կթույլատրեն իհարկե, բայց մարդիկ ինձ ընդունել են որպես շարքային հայի։ Ինչ ճանաչողները գիտեն, ես շարքային հայ եմ։ Ես ոչ բլոգեր եմ, ոչ, չգիտեմ, ես իմ քաղաքականության մեջ քիթս մցրած մարդ եմ, հա։ Ես մեմ հասկանամ, դուք ինչն եք ուզում բարեփոխեք։ Մի անգամ եւս ցույց տամ այդ ամեն ինչը, գեղեցկությունը։ Ինչն եք ուզում բարեփոխեք, խնդրեմ։ Ինչն եք ուզում դուք բարեփոխեք։ Հա։ Ինչն եք ուզում բարեփոխեք, որ չեք կարողանում։ Այսինքն 12 միլիոն հայ կարա աշխարհով մեկ կռիվ տա իր քրիստոնեական հավատքի մար, կարա աշխարհին ապացուցի, որ մենք աշխարհին որպես ազգ տվել ենք հազարամյակների պատմամշակութային ժառանգություն, բայց ինչ որ ոմն երևույթ, ով նույնիսկ բանակ չի ծառայ, զենք չի բռնի իր ձեռը։ Ես եկեղեցու տարածքում եմ, ավելորդ բառեր չեմ ասի։ Փորձում է ինձ համոզի, որ ես սխալ եմ մտածում։ Ոնց է տեսել եմ։ Ու ամենամեծ ցավն է, որ ես նույն եկեղեցու սպասավորներից ոմանք շեղվելով ճիշտ ուղուց միացել են դրան, այդ երևույթին։ Այ դա է իմ ասած, ուրիշ բան չի։ Երևի մի քիչ ավելի ուշ էլի վիդեո կնկարեմ, որ մեր ժողովուրդը մեր ազգը տնա, որը որից հետո է։ Ու ինքն նույնիսկ սկսի մտածել։ Երևի այսքանը, հələ որ